Բարևում եմ բոլորիդ, Բաքվում դատ է գնում, դատ կոչեցյալը իհարկե թատրոնի նման մի բան է, որտեղ ուրեմն դատում են Ռուբեն Վարդանյանին և մնացած գերիներին։ Նախ ուզում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գլխից այդ սրբի պսակը հանեք ու բացատրեմ ինչի համար։ Ես համարում եմ Արցախի բոլոր, այսինքն ողջ ղեկավարությունը դավաճաններ և ձեր գովազդած գեներալները նույնպես։ Ես նրանցի ոչ մեկին չեմ հավատում։ Նախ եւ առաջ Ռուբեն Վարդանյանը, եթե դուք հիշում եք, գնաց ասելով, որ ինքը Արցախը պիտի ազատագրի, փրկի, թույլ չի տալու, որ Արցախից մի թիս հող տան եւ այլն եւ այլն։ Ինչ արեց Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը թմրացրեց արցախցիների ուղեղը, որոնք հանգիստ էին, քանի որ Վարդանյանը կա, ուրեմն ամեն ինչ նորմալ է լինելու, ոչ մի վատ բան չի կատարվի։ Վարդանյանը հենց ոչ մի բան չի ասում։ Միլիարդներ ունեցող Վարդանյանը մի կտոր հաց չներմուծեց Արցախ։ Հանգիստ թմրացնելով ձեր ուղեղը, լվանալով, համոզելով, որ ոչինչ չի լինելու, որ մենք կանգ ունենք մնալու, հետագայում Արցախը հանձնեցին թուրքերին։ Հետո իրանք հանձնվեցին։ Երբ որ դուրս գալուս են եղել, ռուսական բազայից եկել են իրանց առաջարկել են, Արցախի նախագահը գնաց այնտեղ ստորագրեց Արցախը նվիրեց թուրքերին, հո իրան ձեռք չտվեցին, ոչ մեկին չտարան։ Նույն բանը ասել են եւ Վարդանյանին եւ Արայիկին եւ մնացածին, որ եթե ցանկություն ունեք, մենք ձեզ տանենք Հայաստան, իրանք ձեզ ձեռք չեն տա։ Նրանք ասել են ոչ, հրաժարվել են։ Դուք գիտեք այդ մասին, որ Վարդանյանից սարքելեց սուրբ։ Հրաժարվել են ինչի համար, որովհետեւ Արայիկը արդեն դղյակներ էր սարքել Սևանի ափին, բանով, բունկերներով, այդ փողերով արդեն հետ էին գալու հանգիստ ապրեին։ Իրանք ունեն ցանկություն Բաքվով Կարմիր խաչի փոխանակությամբ եւ այլն հետ գալու Հայաստան։ Իրանց տենց էին խոստացել, որ այդպես է լինելու։ Ռուբեն Վարդանյանը նույն Եվրոպայից այնտեղ առաքինված մի արարած էր, առաքելված կներեք, ուղարկել են այնտեղ, որ այս ամեն ինչը հանգիստ հանձնեն։ Ռուբեն Վարդանյանը Անգլիայի թագուհու սիրած անձնավորություններից մեկն էր, նույն Արմեն Սարգսյանի հետ հավասար։ Ու ձեր կարծիքով Ռուբեն Վարդանյանը եկել էր, որպեսի արևմուտքի ծրագրերը խափաներ ու ձեզ համար Արցախը փրկեր, իսկապես այդքան միամիտ կլինեն, որ դուք եք։ Ինչի է հիմա հացադուլ հայտարարել, ինչի է հիմա վատ, մի հատ մանե Թանդիլյանն էր այնտեղ դուրս ընկել, հացադուլ է հայտարարում։ Գիտեք ինչն ամենաահավորը, երբ որ դրանք զրկվում են ունեցվածքից եկամուտից, դուրս են գալիս նրա դեմ։ Նույն Հայաստանի գլխավոր դատախազ Արտուր Դավթյան կոչեցյալ տականքը, որին ասեցին 100 անգամ, դուրս արի ես կեղտի դեմ, դուրս արի, ձերբակալ ես անասունին, ես տականքին, հայրենիքա նվիրում, ոչինչ չարեց, երբ որ իրան շպրտեցին, դուրս է եկել դեմ։ Նիկոլայե Սայենա բաուր էր տականք, երբ որ դու իշխանություն ուներ, երբ որ դու հնարավորություն ուներ, այն գեներալները, որ քացերի պես կաղնել չեստ էին տալիս, ես փալաս շան ես, հայրենադավ, թուրքից ծնված կենթանուն,
Օնիկ Գասպարյան կոչեցյալի հետ միատեղ, չեք հիշում, որ միտինգ էին, մարդիկ դուրս էին եկել, ասեցին, որ Օնիկ Գասպարյանը եթե այս ամեն ինչը վերջացնի, հայ ազգի նրա կողմից է, դու արա այն ինչ որ ուզում ես անել, բանակը բարձացրու, շատ սպաներ կային, որոնք ցանկություն հայտնեցին, այդ մարդկանց հերթով սպանել տվեց, ուղարկեց ծայրամասերը սպանեցին, հետ բերեցին, իբր թե զոհվել են։ Օնիկ Գասպարյանը օգնեց Նիկոլին, որպեսզի կարողանա ամենաակտիվ սպաներին շարքից հանի։ Այսինքն ասեց, դուրս են գալիս սրա դեմ, երբ որ մարդիկ համաձայնեցին, ասեցին մենք քեզ հետ ենք, այդ մարդկանց տարան, նստացրեցին, սպանեցին, ուղարկեցին սահմանը, զոհվեց այդ մարդը իբր թուրքի ձեռից ու հետ բերեցին։ Այդ արեց Օնիկ Գասպարյանը։ Երբ որ Օնիկ Գասպարյանին ամեն ինչից զրկեցին, հիմա Օնիկ Գասպարյանը մեծ փրթում է։ Դուք հասկանում եք ինչն ամենաահավորը, աբսուրդայինը, որ միջև իրանք նստած են, ուտում, խմում են, իրանց հայրենիք չի հետաքրքիր։ Այսինքն այդ մարդիկ ոչ հայ են, ոչ տղամարդ են, ոչ արժանապատվություն ունեն, ոչ սեր ունեն հանուն հայրենիք, ոչ ուղեղ ունեն, ոչ վաղվա մասին մտածում են, հասկանում եք ով են դրանք։ Ու երբ որ փողից զրկում են, այն նույն Մանե Թանդիլյանի նման, դուրս են գալիս Նիկոլի դեմ։ Ձեր սիրած ժեխի բարերով ասեմ, բա ուր էիք միջև հիմա։ Այ կեղտի ծնունդներ, Թանդիլյան կոչեցած դու էլ էիր Արցախում, ինչի չփրկեցիր Արցախը, ոչինչ արեց։ Այսինքն մատին չխփեցին, որ փրկեն Արցախը։ Հիմա եկել են, ինչ են անում, Ռուբեն Վարդանյանին օգնեցեք, Ռուբեն Վարդանյանը, Արայիկը եւ մնացածները ընկան իրանց ծուղակը։ Ես չեմ ասում այն տղաներին, որոնք վիրավորված են ընկել թուրքի ձեռը կամ ինչ որ մի բան եղել։ Ընդհանրապես թուրքին հանձնվելը մեծ խայտարակություն եմ համարում, լավ էր իրանց ճակատից մեխեին, սատկեին, քան թուրքի ձեռն ընկնեին։ Ես էս Արցախի ղեկավարության մասին եմ ասում։ Ինչի չսատկեցին, որովհետև գիտեն, որ իրանց պետք է ուղարկեն, իրանց տենց էին խոստացել։ Հիմար մի լինեք, միամիտ մի եղեք, հերիք այդ մեր միամտությունը դարերով մեզ սպանել են, մորթել են այդ միամտության պատճառով։ Հիմա Արցախում մնացած հայեր, որոնք Ռուբեն Վարդանյանի եւ մնացածի դեմ ցուցմունքներ են տալիս, ով պետք է հային վատություն անի, հայի տականքը։ Ու ուրեմն պահանջում են, որպեսի նրանց գնդակը հարեն եւ այլն։ Դուք հավատում եք, որ դրանք Արցախում մնացած հայեր են, որ խելքը գլխին հայը Արցախում կմնար, մի հատ ինձ բացատրեք։ Դրանք Բաքվի բոզերն են, որ մնացել են Բաքվում, թուրքերի հետ մերվենել, իրար հետ ապրում են։ Ով պետք է ստուգի Արցախի հայեր են, թե ինչ։ Աշխարհի առաջ ցույց են տալիս, որ նրանք հայեր են։ Բայց թե ով է հայ։ Նիկոլն էլ է հայ, ասում է հայ եմ։ Ուրեմն այն աղբանոցի կատուն Աննա Հակոբյան կոչված, ասում է հայ եմ։ Լուսիա Պորնիկը, որ ասում է գնանք թուրքերը լավն են, հետ ընկերություն անենք, մենք խուժան ազգենք, թուրքերը լավն են։ Նա էլ ասում որ հայ եմ։ Մանե Թանդիլյան կոչեցյալ Պորնիկը, որ մի կանգնած հացադուլա հայտարարել, մի ժամանակ Նիկոլի ворն էր մտնում։ Նա էլ ասում հայ եմ։ Ալեն Սիմոնյան Պորնիկի ծնունդն էլ ասում հայ եմ, հետո հայ ասելով հայ չեն դառնում, հասկանում եք։ Հայը դա մարդու հոգու կազմավորումն է, որ ոնց որ ասում են ռուս մենակ ազգությամբ չեն լինում, ռուս պետք է հոգեպես լինես, ռուս ազգը այդ ձև է պատկերացնում, ռուս լինել հոգեպես, այսինքն սիրես իրանց երկիրը։ Նույն բանը ես եմ ասում, հայ լինելը հոգեպես պիտի լինես, կարող է այդ մարդը ծննդով ասորի լինի, կարող է քուրդ լինի, կարող է եզդի լինի, կարող է լեհ լինի, կարող է պարսիկ լինի, հասկանում եք, բայց Հայաստանն է սիրում, հայ լեզու գրականությունը նույնիսկ կարող է թուրք լինի։ Բանը Ռաշիդ Բեյբութովը թուրք էր։ Շատ հայերից շատ էր Հայաստանը սիրում։ Այն մարդը շուտ մեռավ, չտեսավ այս ամեն ինչ, իսկապես շատ էր սիրում, ավելի հայ էր հոգով, քան շատ հայերը։
Գուցե իր նախնիները հայ էին, ով իմանա, Ադրբեջանի կես ծավելը հայ գենետիկա է։ Մենք ինքներս ենք մեր թշնամիներին ստեղծել, ասել Ռաֆին, մենք ենք ստեղծել։ Քրդերն էլ են մեծամասնությունը հայ գենետիկա, թուրքերն էլ են օսմանյան հայ գենետիկա, մեծամասնությունը, ադրբեջանցիներն էլ են մեծամասնությունը մեր գենետիկա, բայց մեր դեմ են կռվում, մեզ ուզում են ոչնչացնել, մեր արյան ծարավն են։ Տեսակ չէ ոնց են մարդու կաշին հանում, էդ են մարդիկ, որոնք ուզում են թուրքերի հետ ընկերություն անեն, բացեք նայեք ոնց են մարդուց կտրում կաշին, կենթանի մարդու մաշկը, այդ ձեր երեխեքից մեկին են արել, գիտեք չէ, Պորնիկ ծնունդներ, որ ուզում եք թուրքերի հետ ընկերություն անեք։ Ինչի համար են դա արվում։ Հիմա ես ձեզ բացատրեմ, դա արվում այն պատճառով, որպեսզի Հայաստանում ավելի շատ ատեն արցախցիներին, ասեն, տեսակ դուք ով եք, ուրեմն Ռուբեն Վարդանյանը ձեզ փրկում էր, դուք իր դեմ ցուցումքներ եք տալի։ Ես ձեզ ասեմ մի բան, ոչ Ռուբեն Վարդանյանին եմ հայ համարում իր եվրեյկական հետ միասին։ Ոչ Արայիկին, ոչ այն մյուս գեներալներին, որոնք գիտեն, որ զենքի տոննաներով զենք կա ու մի հատ ատրճանակ չճարեցին, տղամարդ չեղան այսքան, թուրքին հավասար չեղան, որ թուրքը գնաց, Էլչիբեի ճակատից մեխեցին, տարան, գցեցին խուցը, որ իրանց երկիրը փրկեն, որ Էլչիբեի արդեն տալիս էր, սաղ Ադրբեջան արդեն մերն էր լինելու, գնացին, ձերբակալեցին, հետո էլ սատկացրեցին, մի հայ սպա, մի տղամարդ չգտնվեցավ Արցախում, դուս են եկե սիգարետներն էին ծախում 3 անգամ թանկ իրար վրա, էդ եք դուք դրան արժանի եք, որ հիմա ստանում եք արժանի եք, որովհետև ամենասկ ստանում այն ճակատագիրը, ինչին ինքը արժանի է, եթե դու ոչ մի բան չես անում, հանուն քո փրկության, ոչ մի բան էլ տեղի չունենում, ձեզ արդեն սովամահ էին անում, դուք այնտեղ նստած Վարդանյանի հեքիաթներն եք լսում, ձեր կնանիքը հարսանիքներ են ցույց տալիս, իբրտե մենք ամեն ինչ լավ է, ուտելիքը փագել էին, ստից մարդկանց սովի են մատնում, ասում են հաց չկա, մի մարդ չգտ, մի տղամարդ չկար, ողջ Արցախով մի հատ տղամարդ գնար այդ Արայիկի ճակատից մեխեր, մնացածների նույնպես ջարդում են մարդկանց, մուսորները, որ հիմա Հայաստան գնացել են, քուչեքն են ընկել, Արցախի մուսոր կոչիցյալները, քուչեքում վերընկած են, սովածարավ սատկում են, սատկ եք դուք, ու ձեր սա շարավիղն ու ցեղը, այդ մուսորները մարդկանց ծեծում են, մեկ Արայիկի դեմ մի բան ասեր, Պորնիկի թուլեք, զրկվեցիք ամեն ինչից հիմա լավ եք, նույնը Հայաստանի մուսոր մենթերին, որ դուք տղամարդ լինեք, դրանց տներն եք վառելու, հիմա Հայաստանում պետք է մուսորները վախեին փողոց դուրս գային հաց առնեին, դուք տղամարդ չեք, տկեմ ձեր երեսին, դուք փալ ասեք, մեր կնանոց տարուսիկները ձեր գլխին պետք է անցկացնեն, ու ձեր Վարդանյանի եւ մնացածի նույնպես, մի սարքեք նրանից սուրբ, նա սուրբ չի, նա նույն դավաճանն է, եթե հիմա ինքը ընկել է իր թակարդի մեջ, ու ինքը իր թակարդի մեջ այդ օրն է անգել, այդ որովհետև իրան խաբել են, որովհետև իրան մի բան են խոստացել, արել են ուրիշ բան, չեն պատկերացնում, որ իրանց հետո ընդեղ նստացնելու են, այն որ ինքը զարմացած նայում է հայի ցուցմունքներին, իհարկե ամեն մարդ էլ զարմացած է նայում, որ հայը հայի դեմ է դուրս գալի, բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ մեզանից տականք ոչ մեկ չկա, մեր մեջի տականքները թուրքից լավն են, թուրքիզուր հոչի ասել, որ դավաճան հայ է իմ ամենահզոր զենքն է, ում եք մեղադրում, մենք որ աղջիկ ենք ամուսնացնում, ինչ ենք հարցնում, իսկ հայրենասեր տղամարդ է, նորմալ մարդ է, խելացի է, բարի տղա է, ինչ որ մեկը հարց տալիս է տենց, դուք լսել եք տենց բան, ես չեմ լսել, ինչ են ասում, փող բերել են, բրիլյանտ առել են, ոնց են ապրում, ինչքան փող ունեն, հերը ցեխավիկա թե ով է, եւ այլն, հասկանում եք դուք, մենք դարերի ընթացքում մեր արժեքները են աստիճան աղավաղեցինք, որ դարանք այսօրը, որ դարանք առևտուր անող բոշացեղ, ու եթե կան, օրինակ Աբրահամ Գասպարյանի պես կրթված մարդիկ, եթե կան Բարիս Մուրազի, կարծեմ իր անունը, կրթված մարդիկ, ասում տեսնում եք, հոգով հայ են, այնտեղ են ինքը եզդի է, բայց հոգով հայ է,
հազարավոր հայերից լավն է։ Ու խելացի է, ու հասկացող է, ու Հայաստանը սիրող է։ Այդպես չի։ Մեր արքաներից, հայրենանվեր, մեր թագուհիներից, մեր սրբերից շատերը եղել են ոչ հայ, ծննդով ոչ հայ, բայց հայ ազգի համար ավելի շատ են արել, քան մեր հայ արքաները, որոնք եւ վաճառել են, եւ դարպասներն են բացել բյուզանդացիների, պարսիկների, օսմանների առաջ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք ով ենք մենք եղել։ Միջև մենք ինքնակննադատմամբ չզբաղվենք, միջև մենք ինքնամաքրմամբ չզբաղվենք, միջև մենք դավաճան շներին ոչ թե խղճանք, այլ սատկացնենք, միջև մենք դա չանենք, ոչինչ չի փոխվելու։ Իմ բարեկամների շատեր ինձանից նեղացան, երբ որ ես իմ հորաքրոջ տղա Սուրիկ Սարգսյանի պորտը տեղը դրեցի։ Թքած։ Բացատրեցի, որ ոմանք հասկացան, ոմանք գուցե չհասկացան, ինձ հետաքրքիր չի։ Ես արեցի ինչ որ ճիշտ եմ համարում, քրոջս հետ էլ կռվեցի, ինքն էլ ասեց ինձ, ինքը մեր հորքուրի տղեն անչի տենց ասեցի ձենդ կտրի։ Կտրի ձենդ։ Ամեն մի դավաճան ինչ որ մեկի հորքուրի տղեն է, ինչ որ մեկի քերու աղջիկն է եւ այլն եւ այլն։ Ուրեմն մենք պիտի դավաճաններին ներենք։ Ոչ, նա դավաճան է, որ գնացել է հորաքրոջս թաղման օրը, Երևանի մեր բարեկամներն էլ են եկել։ Իրանք էլ են նույն կարծիքի, որոնք նորմալ են իմ բարեկամներից նույն կարծիքի են, որ այս ժողովուրդը ուղեղ չունի, որ այս Նիկոլ Կոչեցյալի հետևից գնալով դարել են պրիմիտիվ, դարել են աղբանոց, ազգից վերածվել են խալխի։ Մենք այս ձևի ենք եղել։ Գիր ու գրականություն սիրող ժողովուրդ, որը միշտ հայրենանվեր է եղել։ Այս ցավով չհոգնեցինք ապրել, կորցնել ու լացել, կորցնել ու լացել, կորցնել ու ինչ ասես, ինչ ունենք կորցնում ենք։ Գանձա կորցնել, Նախիջևան կորցնել, Արցախ կորցնել, Արևմտյան Հայաստան կորցնել, ուրեմն Գարդման գուգարք կորցնել, գյուղեր կորցնել, քաղաքներ կորցնել, չզզվեցիք կորցնելով, չհոգնեցիք, չեք մտածել մի անգամ, այս ինչի ենք հենց մենք կորցնում այ ժողովուրդ, ինչի հենց մեր գլխին ասա գալի։ Ինչի են հենց մեզ դուրս անում մեր հողից, ինչի ենք մենք համակերպվում, ինչի մեզ դավաճանողները չեն սատկում դրանից հետո, որ ազգը կհանդուրժեր դա, երկրորդ անգամ գնացիք, ընտրեցիք տականքներ, դուրս եկեք փողոցներում, գները բարձրացրել է այսօր, լավ արի, թքումա ձեր երեսին ոնց որ ուզում է, լավ արի, բայրա պորնի կնգանիչով պահի, որ ձեզան չգրփի, ձեր երկիրը ծախեց, ձեր երեխեքի արունը ծախեց, թքեմ ձեր երեսին, գնացիք երկրորդ անգամ նրան ընտրեցիք։ Մի մարդ, որ ձեր երեխեքին տարավ մատաղ արեց, մորթել տվեց, ամենա ահավոր մահով սպանեցին են երեխեքին, դուք դրանից հետո չգնացիք նրան սատկացնեք, դուք ազգ չեք։ Ով պիտի ձեզ խղճա, ով պիտի ձեզ ինչ որ հարգի։ Հայաստանում ապրող տականք շների պատճառով աշխարհով մեկ հայերին սկսեցին հալածել, տեսան որ թուլացել են։ Թուրքերը հենց են սպանում Սիրիայում ալեուտներին։ Գիտեն որ մեծամասնությունը արմատներով հայ են։ Ինչի համար են անում դա։ Որպես միանգամից հայերի հարցը որոշեն ու լուծեն։ Նրանք գրմռալով սենց ատամները սրած սպասում են, երբ պիտի գա այդ օրը, որ հայերից մի մարդ չմնա։ Անասունի ծնունդներ նստել են թուրքերը այդ լավ առևտուր կանեն, պորնիկի ծնունդ, տարերեխու թող մորթեն տենան, ոնց էս առևտուր անելու։ Չնայած կանեք դուք փչացած եք։ Որ իմ տատն ասում էր հայաստանցիք փչացած շներ են, ասում է մի ասա տենց բան մեր ազգն է։ Ասում է ինչի մեր ազգն է, դու դրանց չգիտես, դրա գիտես ինչ ծախվող փչացած շներ են։ Այո, ճիշտ ասում, փչացած ծախված շներ եք։ Որ դուք ազգ լինեիք, նա հիմա չէր շնչելու, իրա բոսկնգա հետ միասին չէր շնչել, շուն չէր քաշելու, ինքը իր ալենը մնացածները դուք ազգ եք։ Կաղնելա պորնիկ, Նիկոլ ջան, տղուս կորցրեցի, քեզ չկորցնեմ։ Անասուն, անասունի ծնունդ, ընդունում եք այդ
պորնիկին տարել ձեր երեխեքին մորթելա մատաղարիրա փչացած իրա Սիմոնյանի մնացած եւ թաղել են Ղափանի անտառներում թաղել են ձեր երեխեքին միջեմի չկտակ թուրքերի ոսկորները ձեզ շպրտեցին ասին տարեք թաղեք ձեր երեխեքն են դուք էլ տարակ թաղեց ստից բաներ արեցին իբր թե քոննա դուք գիտեք դուք ձեր երեխեքին եք թաղել Եռաբլուրում դուք ազգեք դրանից հետո լափում են երեխեքը դուրս են եկել Երևանի շները կանգնած իմ օրվա հացի փողը ինչի չեք թողում ինձ Արցախ չի հետաքրքրում իմ օրվա հացը Արցախը սովամահերն եմ դուք Հայաստանում Եվրոտեսիլ արեցիք դուք ազգեք ձեզ կարելի է ներել իսկան բանը ով որ ձեզ ների թող քորանա իր աչքերով ով որ ձեզ ների փչացածներ խոսք չկա ասելու ինչի համար են ասում Արցախում իբր թե Արցախի հայերն են կանգնել Ռուբեն Վարդանյանի մնացածի դեմ ցուցմունք տալի, որ Հայաստանում արցախցիներին ավելի ճնշեն, ավելի ոչնչացնեն, ավելի ատեն, ասեն, այ ձեր պատճառով է։ Իսկ իրականում այնտեղ Արցախում ոչ մի նորմալ մարդ չէր մնա երբեք, մի րոպե չէր մնա։ Նա Բաքվի բոզերից են։ Մեկի կնիկնա թուրք, մեկի եսի ինչնա թուրք, գնացել են փող են տվել, եկել են կանգնել են, հա ինչ գիտեք, չէ, փող տա, որը կբացանեն։ Ում եք մեղադրում Սումգայիթում հայերին մորթել են թուրքերի ամենալավ փաստաբանները ուղարկեցին որ իրանց պաշտպանի Հայաստանի փաստաբանները ասում են լավ փող կտակ գնանք Ում ենք մեղադրում որ մեր 90%-ը ծախված շուն են ոչ մեկ մեր ազգին ոչինչ չեր անի երբեք Եթե ինքներս չանենք, այնքան անինքնասեր են, այնքան տականք ու սրիկա են, որ այսքան բանից հետո թքած ունեն, ընդհանրապես ճակատագիրը հայության չի հետաքրքրում, այս անասու սրիկաներ, այս Հայաստանի լափող շներին, որ մենակ լափելուց են մտածում, որ ուտեն ու լափեն, ուրիշ ոչ մի բան, ուրիշ ոչ մի միտք չունեն, Հայաստան չի արդեն վաղուց Էրմանիստանը, Հայաստանում ապրող այս լափող շները, ոտով քայլող ստամոքսները բա որ էս բան են արել մեզ բարձացրել են մեր նալոգներ լավ են արել լավ արել հայրենիքը վաճառեց ձեն չհանեցիք անարգեց ձեն չհանեցիք Արարատի նկարները պետք է հանեն բոլորից դուք հասկանում եք դուք ով եք դուք ճիվաղ եք դուք ազգ կոչվելու իրավունք չունեք դուք ազգ չեք ազգը սփյուռքն է դուք ինչ ազգ եք Ու նորից որ չեն ասում այս քարտը խաղաքարտը Ռուբեն Վարդանյանը հերիքա վերջ տվեցեք Եթե նրանք արժանապատիվ ուժեղ մարդիկ լինեին եթե նրանք իսկական ղեկավարներ լինեին Արցախը երբեք չէր հանձնվելու տոննաներով զենք ունեին Մի մարդ չգտնվեց գնա Արայքի ճակատից մեխի մեկը չկար Այն երեխեքը կանգնեցին ձեզ իրանց կյանքով զոհվելով որ դուք հասնեք փախչեք մեռնեք դուք Իսկ դուք են երեխեքի հիշատակը հավասարացրեք հողին, մեռնեք դուք մարդ կոչվելու իրավունք, ոնց եմ զզվում, ոնց եմ ատում ձեզ ողջ սրտով ատում եմ, թուրքից ավելի ձեզ եմ ատում։ Թուրքը գոնե չի թաքցնում, որ ինքը ով է, ինչ է ուզում։ Դուք ստախոս շներ, հայրենասիրության տակ ամենասրիկայություններն էր, որ դուք արեցիք։ Ես ձեզ ատելով ատում եմ։ Ես չեմ համարում, որ նա հայրենիք է։ Ում է հայրենիք Որն է հայրենիք, թուրքերին մեծարելով հայրենիք է։ Լցրել են թուրքերով, պակիստանցիներով Հայաստանը, ձեռ են առնում իրանց վրա։ Դուք արժանի չեք ապրելու այս աշխարհում։ Դրա համար այսօր եք, սենց ստորացած սատկելով ապրեցեք, բայց ցավն է, որ ձեզ են հայասում ու մեզել։ Ու հիշեցեք, ոչ մի արժանապատիվ ղեկավար չի հանձնվում գերի։ Իրա ճակատից մեղմա ու չի հանձնում, այդ մեկ, երկրորդը, նրանք ձեզ խափեցին, ձեր ուղեղը թմրացնելով տվեցին ողջ Արցախը, իսկ հիմա իրանց խեղճ ու կրակի տեղ են դրել, իրանց էլ խափեցին, իրանք կգան իրանց թակարդի մեջը, այդքան բան, ընդեղ հերոս չկա ու չի եղել, հերոսները զոհվածներն են Եռաբլուրում և այլ տեղեր, մնաք բարով։